փառք մեր Տիրոջը եղբայրներ քրեր, որ իր թույլտվությամբ եկել ենք այստեղ, որպեսզի հաղորդակցվենք Հորը, Որդու եւ Սուրբ Հոգու հետ։ Ինչպես առաքյալն ասում, ես այսօր ուզում եմ խոսամ Տիրոջ կամքի վրայով։ Այս համարն եմ կարդալու Մատթեոս ավետարանից 7-րդ գլխից 21-ից սկսած։ Ոչ թե ամեն ոք, որ ինձ Տեր է ասում, պիտի մտնի երկնքի թագավորությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը այն օրը ինձ կասեն. Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, եւ քո անունով դևեր հանեցինք, եւ քո անունով շատ զորավոր գործեր կատարեցինք։ Եվ ես այն ժամանակ նրանց հայտնապես պիտի ասեմ, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից հեռու գնացեք, դուք անօրենություն գործողներ։ Ուստի ով որ լսում է իմ այս խոսքերը եւ կատարում է դրանք, նրանք կնմանեցնեն մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևները եկան եւ հեղեղները հորդեցին եւ քամիները փչեցին ու հարվածեցին այդ տանը ու այն չկործանվեց, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Եվ ով որ լսում է իմ այս խոսքերը եւ կատարում է եւ չի կատարում դրանք, նմանեցվում է մի անխելք մարդու, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևները իջավ, հեղեղները եկան եւ քամիները փչեցին եւ հարվածեցին այն տանը, եւ այն ընկավ եւ մեծ եղավ նրա կործանումը։ Ամեն։ Ուրեմն եղբայրներ քուրեր, մենք շատ կարեւոր տեղ կարդացինք ավետարանի մեջ, եւ ես ուզում եմ շեշտադրումը մենք դնենք այս խոսքերի վրա, որ ասում է Տերը, ասում է ոչ թե ամեն ինձ Տեր ասողը պիտի մտնի երկնքի թագավորությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Գիտեք, եղբայրներ քուրեր, ընդհանրապես մարդը սիրում է Աստծո խոսքից վերցնել այն, ինչ որ իրան ձեռնտու է, եւ դեն գցել այն, ինչ որ իրան հարմար չի, ձեռ չի տալիս։ Այս խոսքերը շատ սթափեցնող խոսքեր են։ Օրինակ կա նաեւ այսպիսի խոսքեր Հռոմեացիս նամակի մեջ գրված, որ ասում է, եթե մեկը Հիսուսին Տեր է դավանում եւ իր սրտում հավատում է, որ Աստված նրա մեռելներից հարություն ա տվել, նա պիտի փրկվի։ Նա փրկված է։ Ու մարդիկ այս համար շատ սիրում են, շատ վկայում են, շատ ասում են, որ դու Հիսուսին Տեր ընդունես, դավանես, всё դու փրկված ես։ Շատ սարփ է համարա, շատ հարմար է, մատչելի է, շատ դժվար բան չի պահանջում, բայց կա դրան լրացնող, դրան մեկնաբանող, դրան անալիզ անող համար, որ ասում է, որ ոչ թե ամեն Տեր ասող։ Լսեք, եղբայրներ քուրեր, մենք այս վերջերս եղբայրները որ կիսվում ենք այդ փրկության վերաբերյալ, որ ինչա պետք մարդը որ փրկվի։ Գիտեք, Աստվածաշունչը մենք պիտի ամբողջական ընդունենք, ամբողջական, ոչ թե այն համարները, որ մենք մի համար կարանք վերցնենք, առանձնացնենք կոնտեքստից ու դառնում է ինչ որ մի հատ լրիվ ուրիշ բան։ Ինչպես մարդիկ կան, չէ, վերցնում են մի մարդու ինչ որ մի արտահայտություն կոնտեքստից փոկում են ու ասում են, տեսեք, այս մարդը այս բանն ասել է, բայց ինչի համար է ասել, ինչ մտքով է ասել, ինչ նպատակ է հետապնդել, լրիվ աղավաղվում արդեն ստեղ։ Եվ հիմա մարդիկ այդպիսի համարներ վերցնում են, որ իրանց հարմար է եւ մնացած համարները դեն են նետում։ Մենք խոսքի ասում է, չէ, որ Քրիստոսի մեջ արու եւ եք չկա։ Շատ հարմար է։ Վերցրեցին, մնացած համարները դեն նետեցին։ Բա որ Աստվածաշունչն ասում է, որ կնոջ գլուխ ամուսինն է։ Բա որ Աստվածաշունչն ասում է, կնոջը հրաման չեմ տալի սովորացնելու։ Եկեղեցու մեջ ձեր կանայք լուր կենան։ Էս իրանց պետք չի, սարփա չի, հարմար չի, էս իրանք դեն են գցում։ Իսկ այն համարը, որ ասում է, նա որ Քրիստոսի մեջ արու եւ եք չկա Քրիստոսի մեջ, այս է իրանց սարփա, բայց շատ սխալ բան է եղբայրներ քուրեր։
Գիտեք, Եհովա վկաներ կոչեցյալները նույնպես են անում։ Եվ ես հիշում եմ, երբ որ ես սովորում էի հոգևոր դպրոցի մեջ եւ ընդհանրապես երբ որ աղանդների մասին ես մի հատ գիրք էի կարդել մոլորեցնող, եթե կարդացել եք այդ գիրքը, եթե չեմ սխալվում, այդ գրքի մեջ է գրված։ Ինչ են անում մոլորեցնողները։ Իրանց հատկանիշ է։ Իրանք վերցնում են մի համար Աստվածաշնչից կամ ինչ-որ մի քանի համարներ Աստվածաշնչից եւ դրա վրա իրանց ուսմունքը հաստատում են։ Իրանք դուրս են գալի մնացած բովանդակությունից, հասկանում եք եղբայրներ, դուրս մնացած համարներից ոնց որ դուրս են գալի ամբողջ կտակարանից եւ վերցնում են ինչ-որ մի հատ ինչ-որ մի հատ համար կամ մի համարների խումբ եւ իրանք նոր ուսմունք, նոր վարդապետություն են սարքում։ Դա մոլորեցնողներն են։ Դա աղանդավորություն, աղանդը հենց այդպես է ձևավորվում։ Բայց փառք Տիրոջը եղբայրներ, որ այսօր մենք Աստծո ամեն խոսքին այո ենք ասում եւ ամեն ենք ասում։ Ոչ թե ինչ-որ մի համարի, մի Աստվածաշնչի համարին, ինչ-որ մենք ամեն բան ընդունում ենք ինչ-որ գրված ավետարանում։ Եթե ավետարանն ասում է դուք էլ պետք է այդպես անեք, որ իրար ոտքեր լվա, մենք դա ընդունում ենք, որովհետեւ ավետարանն ասում։ Եթե ավետարանը ինչ-որ մի բան ասում է, որ այսպես մենք դա ընդունում ենք երեխեքի նման։ Եթե ինչ-որ մի նման համարել կա գրած այնտեղ հակառակ մենք սա պետք է իրար կողքի դնենք եւ դա պետք է իրար հետ դա պետք է համահունչ լինի։ Դա պետք է համահունչ լինի։ Այսինքն եթե Աստվածաշունչն ասում է, որ ով որ Հիսուսին դավանում է Տեր ու նա պիտի փրկվի, ես չեմ հերքում դա ճշմարտություն է։ Ամեն մարդ չի որ Հիսուսին կարա Տեր դավանի եւ Սուրբ Գիրքն ասում է որ ոչ մեկը չի կարա Հիսուսին Տեր դավանի եթե դա Սուրբ Հոգով չլինի բայց կա դրան լրացնող համար նաեւ Այս մենք չպետք է անջատենք այն մյուսից եւ ասում է ոչ թե ամեն Տեր ասող այլ նա որ իմ հորս կամքն է կատարում Փրկությունը եղբայրներ ունի իր պրինցիպները ես կարծում եմ որ Աստված իր խոսքից հետ չի կանգնելու Եվ ինչ որ պահանջվում է մարդու փրկության, տեսեք, մարդիկ կան չէ որ փրկության ճանապարհը ուզում են հեշտացնել, ու այնքան պրիմիտիվ են ուզում սարքեն, որ քեզանից ընդամենը մի հատ աղոտ կարա, ինչ մեղքեր ունես, բեր Աստծուն, ինչ ես արել, մարդասպանություն ես արել, շնություն, ոչ մի բան չկա, իրար հետ աղոտ կանենք, աղոտ կանենք, վсё, Աստված քո մեղքերը ներել է։ Դու արդեն փրկված ես, դու արդեն քո անունը Մեծ տարերով գրվել է կյանքի գրքում ու ասում են արխային թինգը դուր դա անհեթեթություն է եղբայրներ Ինչու որովհետեւ մարդը միջև այդ մեղքերը խոստովանելը հլա պետք է տենաս այս մարդը իր մեջ զղջում ունի թե չունի հա ասենք աղոտ կարեց մեղավոր բայց ինքը զղջում է իր արածների համար թե չէ Ինքը այդ խաչի վրա ավազակի նման ինքը կոտրված է իր հանցանքների համար հասկանում է որ ինքը մեղավոր է եւ ինքը պետք է կորուստ գնար Այս ամեն ինչը եղբայրներ մենք պետք է Աստվածաշնչի ամեն խոսքերը փրկության համար պետք են ու եթե Աստվածաշունչն ասում է եթե չապաշխարեք կորուստ եք գնալու եթե Աստվածաշունչն ասում է եթե մեկը վրեստին չծնվի չի մտնի երկնքի արքայությունը եթե Աստվածաշունչն ասում է եթե դարձի չգաք եւ մանուկների պես չդառնաք չեք մտնելու երկնքի արքայությունը դա ես չեմ կասկածում դրա վրա եղբայրներ Եթե ես ու դու ուզում եմ փրկվեմ, մենք ամբողջությամբ պետք է համապատասխանենք Աստվածաշնչին։ Մեր կյանքը պիտի համապատասխանի Աստվածաշնչին։ Ու եթե ես ու դու Աստծո կամքի մեջ չենք ապրում, մենք ինչպես եղբայրն ասում ենք, խաբված վիճակի մեջ ենք։ Շատերը պիտի գան ու ասեն Տեր քո անունով այսինչ բաներ արեցինք, բայց Տերը պիտի ասի ես ձեզ չեմ ճանաչում, մեկդի գնացեք ինձանից ամեն անիրավություն գործողներ։ Ու շարունակում ասում է, ուստի ով որ լսում է այս իմ խոսքերը։ Տեսեք եղբայրներ, Աստծո կամք հասկացողությունը, Աստվածաշունչն ասում է, որ ձեր մտքի հոգիով նորոգվեցեք, որպեսզի դուք քննեք, ո՞րն է Աստծո կամքը, բարին հաճելին եւ կատարյալը։ Աստծո կամքը նա չի ինչ որ մարդը ասեց։ Օրինակ ունի մարգարեություն եղավ։ Մարդը ինչ որ մի լավ քարոզ տվեց դու Աստծո կամք համարես դա։ Կամ ինչ որ մի գիրք ա գրվել, ես օրինակ հիշում եմ մի հատ գիրք ա գրել, մի կին գրում ա որ ինքը երկնքում ա եղել Տերը իրան հովության ա կանչել, երկնքում տեսել ա ինչքան հիշում եմ հրեշտակները պար էին գալի այնտեղ բան
Ես օրինակ չեմ ընդունել ոչ իր այդ հովության վերաբերյալ հայտնություն աստվածային հովիվ պետք է լինի, ոչ այդ պարգալը հրեշտակների, ոչ ավետարանում տակագրած, ոչ էլ ընդունում եմ դա որպես հայտնություն, որպես Աստծուց եկած բան։ Ու մարդիկ կարող է այդ բանը կարդան ու մտածեն, որ վсё, այս հոգին, այս եղբայրը, այս քույրիկը երկնքում ա եղել եւ ինքը տես ինչ հայտնություններ ասում։ Այ նրան պետք է մենք ընդունենք։ Մենք շատ կարանք սխալվենք այդպես եղբայրներ քույրեր։ Աստծո կամքը, որը բարին, հաճելի եւ կատարյալ է, դա առաջնահերթ, դա գերագույն Աստծոյ խոսքն է։ Մենք պետք չի եղբայրներ քույրեր գնանք երկինք, որ այդ պատվիրանը բերենք այնտեղից։ Եվ պետք չի որ ասում դու իջնես անդունդը, որ այնտեղից բերես, ասում ահա մոտ է քեզ խոսքը քո շուրթերի, քո սրտի, քո բերանի մոտ, քո բերանի մեջ։ Եվ դա նոր կտակարանի խոսքն է։ Նոր կտակարանով պետք է ամեն բան քննվի։ Դա է Աստծո կամքը եղբայրներ քույրեր։ Դա գերագույն կամքն է։ Տեսեք եղբայրներ քույրեր, երբ որ լինում է ինչ որ մի դատ, ինչ որ մի հատ հարց, ինչ որ մի իրավիճակ, որ քննվում է, չէ՞, ինչ որ մեկի գործը։ Ոնց է այդ ամեն ինչը քննվում։ Կա օրենսգիր, կա ինչ որ դատական գրքեր կան, իրավաբանական գրքեր կան, որ դրանք հաստատված են։ Դրանք չես կարա դու դրանից շեղվես։ Ու ինչ որ մեկը չի կարասի, գիտեք, ես սենց եմ մտածում, այս ինչ որ դուք ասում եք, դա սուտի մուտի բաներ է, բրախեք, այ դատավոր ջան, այ դատախաս, այ իրավաբաններ, այդ ինչ եք զրից, այդ ինչ հոտվածների հետևից է գնացել։ Ես ձեզ ավելի խելացի բան կասեմ, այ բերեք իմ ասածով անենք։ Այդ ով է լսելու այդ մարդուն։ Չեն ասել, այս ով այս ցնորվածը։ Դու ով ես, հլա դավայ դուրս արի ստիան, կարա դուրս էլ ան այդտեղից։ Կա օրենսգիրք, կա դատական գիրք, կա գրքեր, կան օրենքներ, հաստատված, քննված, դրանք լրիվ քննված բաներ են։ Ու մարդուն, երբ որ դատում են ինչ որ օրենսգրքով։ Այդպես էլ մեր օրենսգիրքը եղբայրներ քույրեր, դա Աստվածաշունչն է, դա նոր կտակարանն է, որով մենք այդ ազատության օրենքով ենք դատվելու։ Եվ մեզ պետք չի որ մենք ինչ որ մեկը մեզ համար հայտնություն բերի երկնքից։ Մեզ պետք չի ինչ որ մի հատ մեկը մեզ համար նոր բան բերի, ինչպես մորմոնների գիրքը։ Գիտեք, չէ՞, ինչ որ մի հատ գետնի տակից ինչ որ մեկը գտել է, զուտ հեքիաթի նման մի բան էլի։ Ու դա եղել է ինչ որ մի եսի ինչ որ հայտնություն է։ Իրանք ընդունում են դա այդ անհետեթությունը, որ դա աստվածային հայտնություն է։ Ինչ որ գետնի տակից ինչ որ, չգիտեմ, այդով է գտել ու հավատում են, որ դա Աստվածաշնչին հավասար հայտնություն է։ Մարդիկ մոլորված են։ Բայց մենք պետք է ընդունենք եղբայրներ քույրեր, որ Աստծոյ խոսքն է, որը սուրբ է, որ անփոփոխ է եւ Աստծո կամքն է, առաջնայինը դա հենց Աստծո խոսքն է։ Ինչ ասում Աստված։ Գիտեք եղբայրներ քույրեր, կա Աստծո կամք ընդհանրական եւ կա անձնական։ Կա բաներ, որ անձնական է, կա որ ընդհանրական է։ Բան կա որ վերաբերվում է բոլորին, բան կա որ կարող է վերաբերվի միայն քեզ։ Աստծո կամքի մասին է գնով խոսքը։ Ես ավետարանի մասին չեմ ասում, ավետարանը բոլորին է վերաբերվում։ Ինչ որ վերաբերվում է ավետարանին, դա ամենքի համար է։ Եթե Սուրբ Գիրքն ասում է, որ կինը եկեղեցում պիտի լուր մնա, ով ուզում է դա լինի եղբայրներ, դա պիտի չընդունենք մենք։ Ուզում է բերանից ոսկի թափի հետ քույրիկա, թե քույրիկ կոչեցյալա։ Ուզում է նրա միջոցով մեռելներ հարություն։ Մենք չպետք է դա ընդունենք։ Ինչու որ դա ավետարանում գրված է դա մեկ ընդմիշտ հավիտյան, որ կինը եկեղեցում պիտի լուր մնա, եւ մենք չպետք է այդ երևույթը ընդունենք, որ կինը պիտի եկեղեցում կարոզի։ Ես սա ոչ թե հենց կանանց վերաբերյալ եմ, ես օրինակի համար եմ ասում, թեկուզ դա չլինի ուրիշ բան լի։ Եթե մի բան ավետարանում գրված է եւ ինչ որ մեկը հակառակն է սովորացնում եւ ասում է որ դա իրան Աստված է բացել, նզովյալ լինի այդ հայտնությունը, եղբայրներ քույրեր։ Դա պիտի մերժվի եւ չընդունվի, դա Աստծո կամքը չի կարող լինի։ Բացառված բան է դա եղբայրներ քույրեր։ Դա խաբեություն ու մոլորություն է։ Աստծո կամքը արդեն գրված ավետարանում։ Ու եթե մի բան ասել է Աստված արդեն իր խոսքի մեջ հաստատել է, մենք պետք է դա ընդունենք 100%-ով եւ մերժենք այն ինչ որ դրան չի համապատասխանում։ Մեզ էլ ուրիշ հայտնություն պետք չի։ Ինչ որ գրված ավետարանում դա առաջնայինն է։ Բայց նաեւ կա եղբայրներ քույրեր անհատապես, ես որ ասեցի, կա անհատապես բաներ, որ վերաբերվում է միայն ինձ, վերաբերվում է միայն քեզ։ Այսինքն, օրինակ, ինչ որ վերաբերվում է ամուսնության, օրինակ Պողոս Առաքյալն ասում է, ամեն մեկը իր ապարքևն ունի Աստվածանից։
Դա նես չի որ ընդհանուր Աստված սաղին մի բանով շաբլոնի մեկը կույս ամնում, մեկը ամուսնանում է եւ ում հետ էլ պիտի ամուսնանա եւ որտեղ դու պիտի ապրես օրինակ ինչքան քեզ Աստված երեխեք է տալիս ինչ աշխատանք ես դու կա բաներ որ պրակտիկ բաներ է որ դա ավետարանը նման ցուցումներ չի տալիս կամ էլ կարող է եւ տալիս է բայց կա անհատական ինչն է քեզ վերաբերվում որն է քեզ ես օրինակ հիշում եմ որ ես երիտասարդ էի այս խոսքով շատ էի վառվել որ Սուրբ Գիրքն ասում է որ եթե մեկը կարա տանի թող տանի ես որոշել եմ որ չեմ ամուսնանալու վերջացավ գնաց ինչքան մեծ ծնողներն ասում բանի տակ է գցել ծնողներիս ոնց ասած էլի սուքի մեջ է գցել ասի չտեմ ամուսնանա ես ու վсё ես որոշել էի ես արդեն իմ մեջ որոշել եմ որ չեմ ամուսնանալու վերջ բայց եկավ մի պահ որ Աստված ինձ հասկացրեց որ դա ինչ որ դու որոշել ես դա իմ կամքի հետ չի բռնում դու պետք է ամուսնանաս ես ով եմ որ Աստուն ասեմ որ չէ ես sense ավելի ճիշտ է sense ավելի կա բաներ անհատական եղբայրներ գրել Աստված ինքը քո կյանքը դող դասավորի Աստված քեզ համար ծառայություն ունի Աստված քեզ համար ոնց որ ասած նախասահմանություն ունի Աստված քեզ համար հատուկ բաներ ունի որ դա քեզ է վերաբերում եւ Աստված ինչ ասեց Պետրոսին ասեց քեզ ինչ Հովանեսի հետ ինչա լինել ոնց է դա քեզ չի վերաբերում դու պիտի փառավորես այն մահով որ պիտի ինքը մահանար ինչպես Աստվածա չէ ասում է Տերյան ասես որ կգնաս այնտեղ որ դու չես ուզում գնաս ու քեզ կկապեն կտանեն այնտեղ բայց սա ինչ ասես սա եթե ուզում եմ մնա քեզ ինչ որ պիտի մնա կա բաներ անհատական եղբայրներ քուրեր ինձ վերաբերվող քեզ վերաբերվող բայց կա եւ կա ընդհանուր որ դա ավետարանն է դա բոլորիս է վերաբերվում դա բոլորիս համար նույնն է եթե Աստվածաշունչն ասում է որ կինը պիտի գլուխը ծածկի դա բոլորին վերաբերվում է եթե Աստվածաշունչն ասում է որ ներեք իրար դա ամենքին է վերաբերվում եթե Աստվածաշունչն ասում է որ ինչ որ գրված է եղբայրներ քուրեր եթե Աստվածաշունչն ասում է որ ամեն Տեր ասողը չի պիտի որ պիտի չմտնի երկրին ուրեմն տենց էլ լինելու է եւ ես ուզում եմ մի համարել կարդամ եղբայրներ քուրեր եւ այդ համարի շուրջ կիսվենք եւ աղոթ կանենք Տեսեք ինչ է ասում Եսայա մարգարեն Վայ ապստան որդիներին ասում է Տերը ովքեր խորհուրդ են վերցնում բայց ոչ ինձանից Պաշտամունք անում բայց ոչ իմ հոգով որպեսզի մեղքի վրա մեղք բարթեն որոնք առանց իմ բերանը փնտրելու գնում են իջնում Եգիպտոս որպեսզի իրեն զորացնեն փառավոնի զորությամբ եւ Եգիպտոսի հովանուն ապավինում ուստի փառավոնի զորությունը ձեզ համար ամոթ պիտի լինի եւ Եգիպտոսի հովանին ապավինելը նվաստացում Ակնուսնես փոխեմ ոնց որ երևա Ուրեմն ինչ ասում վայ ապստան որդիներին որոնք Եգիպտոս են իջնում առանց Տիրոջը հարցնելու խորհուրդ են անում բայց ասում են ինձ հետ չեն Պաշտամունք են անում բայց առանց Աստծո առանց Տիրոջը եւ գիտենք եղբայրներ դա Իսրայելի համար ասում Աստված եւ ես կարծում եմ որ շատ քրիստոնյաներ էլ կան այդ խոսքը որը Տերը ասեց Շատերը պիտի ասեն Տեր քո անունով այսինչ բաներ արեցինք բայց այդ բաները որ դուք արել եք որ դու արել ես դա Աստծո կամքն է եղել դա Տիրոջ բաժինն է եղել Այսօ շատ կարևոր է եղբայրներ քուրեր որպեսզի մենք հնազանդվենք Աստծո գերագույն կամքին թե Աստծո խոսքին հնազանդվենք թե հնազանդվենք այն ինչ որ Աստված է մեզ համար նախասահմանել մարդ կա որ օրինակ Այդպիսի բաներ չունի, Սուրբ Գիրքն ասում է, չէ՞, ոնց որ Եսայան ասում է, վայ ապստան որդիներին, այսինքն սա ինչ է նշանակում։ Մարդ առանց Աստծո հարցնելու, ինքը որոշում է, ինքը պիտի ամուսնանա թե չպիտի, ում հետ պիտի ամուսնանա, որտեղ պիտի ինքը ապրի, ուր է գնալու, ինքը ինչ է ուզում անի, ինքը նման բաները մարդ Աստծուն չի հարցնում։ Դուրս չգալի Ալավերդին, վեշերս կհավաքեմ, կգնամ Երևան, Երևանը դուրս չգա, կգնամ Մոսկվա, Մոսկվայից էլ կարամ գնամ Վաշինգտոն։ Ով պիտի ինձ ասի, խի գնացիր կամ խի չգնացի։ Ու մարդը մտածում է, որ ինչ կա դրա մեջ։
Չի հասկանում, որ հենց այս խոսքը իրանա վերաբերում վայ ապստան որդիներին, որ առանց ինձ հարցնելու իմ շրթերը Եգիպտոս են գնում։ Հիմա Եգիպտոս գնալը ինչ բան, բայց առանց Տիրոջը հարցնելու են գնում Եգիպտոս։ Մարդը առանց Տիրոջ հարցնելու ամուսնանում է, մարդը առանց Տիրոջ հարցնելու ընտրություն է կատարում, մարդը առանց Աստծուն հարցնելու ինչ-որ մի աշխատանքի է գնում, մարդը առանց Աստծուն հարցնելու իր համար ապրում է, իրան պետք չի Աստծուն հարցնել, խորհուրդ անել, եւ Աստվածաշունչը նման քրիստոնյաներին ասում է ապստան որդիներ։ Ապստան որդիներ։ Թող Տերը ողորմություն անի եղբայրներ քույրեր, որպեսզի մենք ապստան որդիներ չլինենք։ Մենք պետք է, ես հիշում եմ մի ժամանակ, ես ընդհանրապես աշխատել եմ միշտ Աստված ինչպես կամենում է, ինչ որ ուզում է, ես վախեցել եմ Աստծո կամքից դուրս գալու։ Եվ գիտեք եղբայրներ, ինչ է նշանակում Աստծո կամքից դուրս գալ։ Դա անեծք է։ Դա անեծք է։ Օրինակ ունենք Նոեմինի օրինակը, որ վեր կացավ ու գնաց Մովաբ երկիր։ Ով էր իրան ասել, որ պետք է Մովաբ երկիր գնար։ Ինչի համար գնաց։ Սով էր Իսրայելի մեջ։ Հա հետո ինչ որ սով է։ Ակա Աստված քեզ սովի մեջ քեզ կերակրի։ Եվ Սուրբ Գիրքն ասում է, սովի ժամանակ քեզ կշտացնելու է Աստված։ Բայց ոչ, Նոեմինը, իր ամուսինը, իր ընտանիքը որոշեցին, որ սա երկիր չի, Իսրայելի սովի մեջ է։ Ես վեր եմ գնալու, ես կգնամ Մովաբ երկիր, այնտեղ լավ կյանք կապրեմ, կվայելեմ։ Եվ ինչ կատարվեց Նոեմինի հետ։ Իր ամուսինը մահացավ, իր երկու որդիները մահացան։ Եվ այդ անեծքը հետապնդում էր իրան, որովհետև առանց Աստծո վեր կացան ու գնացին։ Այս ինչ է նշանակում առանց Աստծո։ Բայց երբ որ վերադարձան նորից, որտեղից որ ընկան, Աստվածաշունչն ասում է, որ նկարագրում է, որ Նոեմի կյանքում վերադարձավ օրհնությունը, վերականգնվեց օրհնությունը։ Աստված սկսեց օրհնել իրան։ Իր հարսին, այն ինչ որ մնացել էր գոնե, Տերը օրհնեց իր մնացած օրերը իր կյանքի։ Թորնիկ ունեցավ, մխիթարություն ունեցավ, բայց եթե մնար Մովաբի մեջ, մնար, այսպես ասած, Աստծո կամքից դուրս, այդ անեծքի տակ էլ ապրելու էր։ Եղբայրներ քույրեր, Աստծո կամքի մեջ կա օրհնություն, Աստծո կամքից դուրս կա անեծք, փորձություն, նեղություն։ Մարդուն թվում է, չէ, այ սա, տեսեք, Հովտը ինչ մտածեց։ Նա այս դաշտը, այդ Սոդոմի Գոմորի այդ հատվածը, գիտեք, այնտեղ Հորդանան գետն էր հոսում եւ բաներ այնտեղ, հարթավայրեր, եւ ասում է այնպիսի բնություն էր, ոնց որ Եգիպտոսը, ոնց որ դրախտի նման տարածք էր այդ տարածքը։ Հովտը նայեց ու մտածեց, որ սա լավ տեղ։ Աբրահամը ասեց, դու որտեղ գնաս, եթե դու ձախ, ես աջ, եթե դու աջ, ես ձախ, եւ Հովտը ընտրեց Սոդոմ ու Գոմորի այդ տարածքը։ Էլ նա չմտածեց, որ այնտեղ ովքեր են, այդ ինչ մարդիկ են եւ այլ, եւ ինքը գնաց այնտեղ եւ դա եղավ իր ընտանիքի կործանման պատճառ, ընկման պատճառ։ Տեսեք եղբայրներ, ինչքան վտանգավոր է առանց Աստծու, առանց Տիրոջը։ Մեր աչքին կարող է դա թվա, որ դա ինչ կարող է դու վեր կենաս, քո շորերդ հավաքես, տունը ծախես, Ֆրանսիա աղբեր ունես, քիր ունես, քեզ կանչում ասում արի, ամեն ինչ կա ու դու գնաս Ֆրանսիա, մտածես, որ ահա նոր կյանք ես սկսում ապրելու, բայց դա քեզ համար լինի մեծ որոգայթ, եղբայր եւ քույրիկ։ Չի կարելի առանց Աստծու։ Թող մեզ այս խոսքը չվերաբերվի, որ ասում է շատերը պիտի ասեն Տեր, բայց շատերին պիտի ասեմ ես ձեզ չեմ ճանաչում։ Թող մեզ չվերաբերվի այս խոսքը, որ ասում է ամեն ինչ Տեր ասողը չի, որ մտնելու է երկնքի արքայություն։ Ուրեմն մենք եղբայրներ քույրեր իրապես մեր մտքով նորոգվենք եւ քննենք որն է Աստծո կամքը բարին հաճելին եւ կատարյալը։ Մենք մարդկանց չնայենք, ինչպես եղբայրը ասեց, մենք ավետարանի խոսքին հետևենք, մենք փնտրենք Տիրոջ կամքը, մենք առանց Աստծո քայլ չանենք, եղբայրներ քույրեր։ Մենք օրինակ ունենք Դավիթ թագավորին, որ հարցնում էր Տիրոջը, Տեր, ես բանը որ անեմ, այսպես ոնց կլինի։ Եվ Աստված ասում էր ինչ անի կամ չանի։ Լավ կլինի այդպես սովորենք, երեխեքի նման։ Հարցնենք Տիրոջը, եղբայրներ քույրեր։ Մենք չենք հասկանում, մի հատ եղբոր հետ խորհուրդ անենք, եղբայրներ կան, սպասավորներ կան դրա համար։ Սպասենք Տիրոջը, հայտնություն խնդրենք Աստծուց, ասենք Տեր Աստված, առանց քեզ ոչ մի բան չեմ ուզում անեմ։ Մովսեսին Աստված ասեց գնա հրեշտակը դնում եմ քո հետ, դու գնա, բայց երբ որ Տեր ասեց ես կգամ, ասեց եթե դու մեզ հետ չգաս, մեզ ընդհանրապես մի հանիր այստեղից։ Մենք պիտի նախանձախնդիր լինենք եղբայրներ քույրեր սկեթի վրա։ Բերեք կանգնենք աղոթքի, Տերը մեզ օգնի։ Ուրեմն
Խնդրենք Աստվածանից, եղբայրներ, քույրեր, եթե մեր կյանքում կա այդ ապստամբության տարերը, որ մենք չենք ուզում հնազանդվենք ավետարանի խոսքի, մենք մարդկանց ենք նայում, թող Տերը մաքրի այդ բաները։ Եթե մեր մեջ կան այդ ապստամբության տարերը, որ մենք առանց Աստծու ինչ ասես կարող անենք, բերեք թողենք այդ բաները։ Մենք Աստծո երեսը փնտրենք, մենք Աստծո կամքը փնտրենք, մենք Աստծո կամքի համեմատ քրիստոնյաներ լինենք։